Բարև ձեզ, Շանթի եթերը շարունակում է հորիզոնը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանիամ Ջայշանկարի հետ, քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, երկուստեք շեշտվել է ճգնաժամային պայմաններում մշտական կապի և սերտ համագործակցության կարևորությունը։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հայտարարություն է տարածել, որով զգուշացնում է, որ եթե Միացյալ Նահանգներում վիզայով սահմանված ժամկետից երկար են մնում քաղաքացիները, ապա նրանց նկատմամբ կարող է կիրառվել Միացյալ Նահանգներ մուտք գործելու մշտական արգելք։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են Միացյալ Նահանգների մուտքի ու ելքի տվյալները, եւ նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները, ասված է դեսպանատան Facebook-ի գրառման մեջ։ Իսրայելն ու Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները, երկու կողմում էլ կան զոհեր և վիրավորներ, մանրամասները ռեպորտաժում։ Երեկ Իսրայելն ու Իրանը նոր հարվածներ են հասցրել միմյանց, երկու կողմից էլ կան բազմաթիվ զոհեր։ Իսրայելի կողմից Իրանի վրա սկսած հարձակման հետևանքով վերջին 65 ժամվա ընթացքում զոհվել է 224 մարդ, շուրջ 1500-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Իրանի առողջապահության նախարարությունը։ Իսրայելը հարվածել է արտաքին գործերի նախարարությանը պատկանող շենքերից մեկին, իր հերթին հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն։ Իսրայելը դիտավորյալ եւ անողոք կերպով հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարությանը պատկանող շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձիկ, այդ թվում իմ մի շարք գործընկերներ, գրել է նա իր սոցցանցերի էջերում։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական կազմակերպության ղեկավար գեներալ Մոհամմադ Քազեմին, նրա տեղակալը եւ մեկ այլ գեներալ զոհվել են կիրակի օրը Թեհրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով, հաղորդել է իրանական Թասնիմ լրատվական գործակալությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Թեհրանում գտնվող Քուդս ուժերի հրամանատարական կենտրոններին հարվածելու մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կենտրոնները Քուդս ուժերի կողմից օգտագործվել են Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ պլանավորելու համար Մերձավոր Արևելքում իրանական ռեժիմից լիազորված անձանց միջոցով։ Իսրայելի իշխանությունները հայտնել են, որ նախորդ գիշեր Բաթ Յամ քաղաքում իրանական հրթիռը հարվածել է բնակելի շենքի, որի հետևանքով 7 մարդ է զոհվել։ Այսօր լուսաբացից առաջ իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի Թել Ավիվին եւ Հայֆա նավահանգստային քաղաքին, ավերելով տներ, հայտնում է Reuters-ը։ Իրանի վերջին հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 5 մարդ, հայտնել է ազգային արտակարգ ծառայության ներկայացուցիչը։ Գիշերային հարվածի ժամանակ վիրավորվել է առնվազն 100 մարդ։ Ուրբաթ օրվանից առ այսօր Իսրայելում զոհերի թիվը հասել է 18-ի։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերը այսօր առավոտյան Իսրայելի վրա հարձակման ժամանակ օգտագործել են հիպերձայնային հրթիռներ, հաղորդել է իրանական Թասնիմ պետական լրատվական գործակալությունը։ Այսօրվա գործողության ընթացքում մի քանի լուսանկարներ են ստացվել, որոնցում երևում են Թել Ավիվում եւ Հայֆայում թիրախներին հարվածող հիպերձայնային հրթիռները, ինչը ցույց է տալիս, որ այդ հրթիռները հեշտությամբ անցել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգերի միջով եւ հարվածել դրանց թիրախներին, ասվում է հայտարարության մեջ։ 10 գործակալության կարծիքով նման հարձակումները Իսրայելին դժվարին դրության մեջ կդնեն պատերազմը շարունակելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայել-Իրան հակամարտությունը կարող է հեշտությամբ ավարտվել միաժամանակ զգուշացնելով Թեհրանին չհարվածել ԱՄՆ-ի որևէ թիրախի։ Վաշինգտոնում երկու ամերիկացի պաշտոնյաներ Reuters-ին հայտնել են, որ Թրամփը վերջին օրերին վետո է դրել Իսրայելի ծրագրի վրա Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին սպանելու վերաբերյալ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կիրակի օրը Fox News-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ Խամենեիին սպանելու ծրագրի վերաբերյալ Reuters-ի հաղորդագրության մասին հարցին պատասխանել է. Այնքան շատ կեղծ հաղորդագրություններ կան երբեք տեղի չունեցած զրույցների մասին, եւ ես չեմ պատրաստվում դրանց մեջ խորանալ։ Մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ է։ Իրանում ռեժիմի փոփոխությունը կարող է լինել Իսրայելի կողմից երկրի վրա ռազմական հարձակումների արդյունք։ Իսրայելը կանի այն ամենը, ինչը անհրաժեշտ է Թեհրանի կողմից ներկայացվող գոյության սպառնալիքը վերացնելու համար։ Թեհրանում իշխանափոխություն անկասկած կարող է լինել Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով, քանի որ իրանական ռեժիմը շատ թույլ է, հավելել է Իսրայելի վարչապետը։ Նա կարծիք է հայտնել, որ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների արդյունքում Իրանի միջուկային ծրագիրն արդեն զգալիորեն հետ է մղվել։ Նեթանյահուն պնդել է, որ իսրայելական ինքնաթիռների համար բացվել է ուղիղ ճանապարհ դեպի Իրանի մայրաքաղաք, եւ որ նրանք այժմ կարող են հարվածել անհրաժեշտ թիրախներին Թեհրանում եւ այլուր։ Միաժամանակ Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ Իսրայելը գործում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բացարձակ համակարգված քայլերով։
Իսրայելը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին միանալ Իրանի դեմ ռազմական գործողություններին, նրա միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոչ է արել դադարեցնել Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմը եւ հայտարարել է, որ անում է ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա։ Իրանը եւ Իսրայելը պետք է կնքեն համաձայնագիր, գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։ Նա հավելել է, որ անում է ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա։ Իրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը։ Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։ Իսրայելի հանցավոր ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ նպատակային եւ մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի եւ զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը, ասվում է հայտարարության մեջ։ Ալլաղ Ալաչյան, Հորիզոն։ Իրանում Ղոմ նահանգի Ֆրոդո քաղաքի միջուկային օբյեկտի մոտակայքում գրանցվել է 2.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով էպիկենտրոնը գտնվել է Ղոմ քաղաքից 29 կիլոմետր հեռավորության վրա։ Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան։ ԹԱՍՆԻՄ-ի տվյալներով օբյեկտը չի վնասվել։ Հունիսի 14-ից 15-ը փրկարար ծառայությունում ստացվել է նահազանգեր Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու եւ Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատանձրևի եւ կարկուտի հետևանքների վերաբերյալ։ Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է ընդհանուր 38 դեպք, որոնցից մեկը Երևանում, 3 Արագածոտնի, մեկը Լոռու, 33-ը Շիրակի մարզում։ Հունիսի 15-ին ժամը 16:10-ից սկսած քամու ուժեղացում եւ վտահողմ է արձանագրվել Ապարանում եւ Լուսագյուղ բնակավայրում, որի հետևանքով վնասվել են շենքշինությունների տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են ծառեր ու էլեկտրասյուներ, ինչպես նաև արևային կայաններ ու ջրատաքացուցիչներ։ Հապարանի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն վնասվել են 20 բազմաբնակարան շենքի, 86 առանձնատան, 3 դպրոցի, 1 մշակույթի տան, իրավապահ կառույցների 2 տարածքային ստորաբաժանման ու 24 կազմակերպության վարչական շենքերի տանիքներ։ Բացի այդ վնասվել են 70 էլեկտրասյուն, 30 տրանսպորտային միջոց, 2 խաղահրապարակ։ Տապալվել է 100-ից ավել ծառ, տուժել է 5 անձ, որոնք հոսպիտալացվել են եւ ստացել անհրաժեշտ բուժօգնություն։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվել է քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Այն ներկայացրել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Նախագիծն առաջարկում է պատժի խստացումներ տրանսպորտային միջոցների առանձին սարքերի եւ մասերի գողության դեպքերի համար։ Առաջարկում եւ նախատեսվում է տրանսպորտային միջոցների բաղադրիչ մասերի, սարքերի կամ սարքավորումների գողությունը դիտարկել որպես գողության հանցակազմի երկրորդ մաս, որի պարագայում այն կդիտարկվի որպես միջին ծանրության հանցանք, ոչ մեծ ծանրության հանցանքի փոխարեն, եւ օրենքի նախագիծն ընդունվելուց հետո հանցանք կատարած անձը կպատժվի առավել բարձր պատժաչափերով։ Ըստ էության վերջին տարիների կտրվածքով իրականացված վերլուծությունները փաստում են, որ այս արարքն ունի մեծ տարածվածություն, կայուն աճի միտում եւ իր վտանգավորությամբ այլևս չի կարող դիտարկվել որպես ոչ մեծ ծանրության հանցագործություն։ Նաեւ վերջին ժամանակահատվածում այս հանցագործությունը դարձել է հանրությանը առավել մտահոգողներից։ Բացի այդ, արարքը սահմանելով միջին ծանրության, այն այլևս մասնավոր մեղադրանքի տիրույթից կտեղափոխվի հանրային մեղադրանքի տիրույթ։ Երբ որ արկա է հստակ տեղեկատվություն եւ անձ օգտագործում է այդ գործողությունը որպես արհեստ, դատարանները կալան չեն կիրառում, քաշ գիտակցելով, որ տվյալ պարագայում են կարող են գործունալ կնքրանացագործությունների հետ։ Խոսքը չի վերաբերում, գիտեք, երիտասարդ տարեկում 14-16 տարեկանում ինչ որ sense ասեմ էլի համարյա խուլիգանական դրդումներով ինչ որ ավտոմեքենաներին վնասել։ Խոսքը վերաբերում են դեպքերին, որ անձը օգտագործում է այդ վարկագիծը որպես արհեստ, որպես մասնագիտություն չկա։ Այո, մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ կան խմբեր կամ առանձին անձիկ, որոնք որ արդեն այս ուղղությունը որպես արհեստ են դարձրել, եւ մեր մտահոգությունը, ներքին գործերի նախարարության մտահոգությունը առ այն է, որ մեր վերլուծություններով մենք տեսնում ենք, որ միևնույն անձի կողմից երբ տվյալ անձը առաջին գողությունը կատարելուց հետո հայտնի է դարձել, ձերբակալվել է, այդուհանդերձ խափանման միջոցը ազատության զրկման հետ կապ չունենալու պարագայում մենք տեսնում ենք, որ տվյալ անձը կրկին անգամ բազմադրվակ նորից նույն գողություններն է կատարում, ընդհանուր 30 դեպքի հասնող դրվագների մասին է խոսքը գնում։ Մենք նմանատիպ իրավիճակ ունեցել ենք նախկինում նաև գրպանահատության դեպքերով
Գիտեք, որ գրպանահատությունը նույնպես առաջի մասից որպես առանձին արագ տեղափոխվել է միջին ծանրության տիրույթ եւ այս պարագայում գրեթե մենք նույն պրակտիկայի հետ գործ ունենք։ Կրկնում եմ, որ ոստիկանության տեսադաշտում հայտնվում են անձիկ, դրանք բացահայտվում են, սակայն հետագայում մենք տեսնում ենք, որ տվյալ անձի կողմից կրկին անգամ կատարվում են գողություններ, որոնք ընդ որում լինում են բազմադրվակ։ Սա մեր համար անհանգստացնող է, որտեղ կարծես թե ոստիկանության գործիքակազմը ինչ որտեղ այստեղ սպառվում է արդեն, որպես մենք կրկնակի անգամ տեսնում ենք նույն անձի կողմից գողություն է կատարվում է եւ մեր գործիքակազմը փորձում ենք նաեւ այս առումով ուժեղացնել։ Դատավորը հիմնականում տալիս է առաջին դեպքում առաջին հանցագործության պարագայում պայմանական, ոչ պայմանական պատիժ, խափանման միջոցով, ասենք տնային արգելք եւ այլ կամ ստորագրություն չբացակայելու։ Արդյոք ունենք ստատիստիկա, թե ինչքան է դրանից հետո կրկնահանցագործություններ տեղի ունենում։ Մեծամասնությամբ ստորագրություն չհեռանալու մասով խափանման միջոց է ընտրվում, ունեցել ենք տնային կալանք եւ եթե տնային կալանք կամ ազատազրկման հետ կապված խափանման միջոցներ ենք ունենում, այստեղ անպայման համակցություն է լինում մեկ այլ հանցագործության հետ, այս պարագայում այս դեպքերով մեծամասնությամբ մենք չենք ունենում ազատազրկման հետ կապված խափանման միջոցներ։ Այսքանը կհանդիպենք ժամը 18-ին առայժմ։